Ողջույն բոլորին, ինչպես հոլովակի վերնակից արդեն հասկացաք, այսօր ձեզ համար նկարահանել եմ վլոգ, ինչպես է անցնում իմ մեկ օրը, այսինքն մեկ օր ինձ հետ վերնագրով։ Անցած իմ կիրակնօրյա վլոգը շատ էիք հավանել եւ խնդրում եք, որ նմանատիպ վլոգներ իմեջում շատ լինեն։ Դրա համար այս անգամ եւս եկել եմ այդ ֆորմատով։ Առաջին հերթին արթնանալուն պես լվացվում եմ եւ անցնում եմ անկողինը հավաքելուն։ Անկողինը հավաքել վերջացնելուց հետո արդեն ասում եմ պահարանույթ դասավորվածությանը ու այստեղ իմ դեմքից կարող եք հասկանալ, որ ես ուղղակի փոշմանել եմ եւ ոչինչ չեմ ուզում էլ անել, բայց այդ ամենը թողնում ենք անցյալում, որովհետեւ ունենք այն ինչ ունենք, որոշում եմ արագ դասավորել պահարանը եւ անցնել իմ մյուս աշխատանքներին։ Ամբողջը գեղեցիկ դասավորելուց հետո ունենում ենք նման կոկիկ դասավորված կեստապահարան, որը 2 օր հետո վերադառնալու է կրկին իր նախորդ տեսքին։ Իսկ այստեղ արդեն ասում եմ իմ խնամքի պարագաների դասավորվածությանը, այստեղ կան շատ բաներ, որոնք որ ես այլևս չեմ օգտագործում, ինձ հարկավոր չեն կամ արդեն վերջացել են։ Հիմա կդասավորեմ, իսկ ընթացքում որոնք որ ինձ այլևս պետք չեն գալու, դեն կնետեմ։ Իսկ հիմա, քանի որ ամբողջ պահարանը մաքուր է, արդեն կասնեմ դասավորվածությանը։ Այստեղ կան օծանելիքներ, որոնք որ արդեն վերջացել են կամ չենք օգտագործում, դրանք արդեն դեն կնետեմ։ Եվ սա էլ արդեն վերջնական տեսքը։ Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում, որ ինձ անհրաժեշտ պարագաներ, այսինքն կոսմետիկա, խնամքի պարագաներ, օծանելիքներ միշտ դրված են լինում իմ աչքի առջև։ Այդպես եւ ես շատ արագ պատրաստվում եմ, երբ ժամերով չեմ փնտրում, թե ինձ ինչ էր հարկավոր։ Ամբողջ սենյակը կարելի ասել ու բորկը արեցի, վերջացրեցի։ Հիմա որոշել եմ մի փոքր հանգստանամ, իմ ու կանեքուրիկի համար սուրճ եմ պատրաստում, իմ համար գրիբրուս սուրճ եմ պատրաստելու, իմ համար կպատրաստեմ կապուչինո, իր համար նեսկաֆե երևի թե, բայց կապը։ Մի փոքր սուրճ կխմենք, կհանգստանանք, որովհետև ինձ էլ արդեն այգու գործերներ անում, որովհետև աշունը պետք է այգին կարգի բերենք, պատրաստենք ձմռանը, որովհետև այգիում գեղեցիկ դիզայն են որոշել անել, ամանորյա արդիվ, մի խոսքով, հիմա սուրճ կխմենք միասին, մի փոքր կհանգստանանք ու արդեն կանցնենք մեր մնացած աշխատանքներին, որովհետև չափից դուրս շատ գործ ունենք անելու, ու քանի որ երկուսով ենք, ամուսնուս աշխատանքի առնենք մենակով չենք հասցնում, ու ինձ էլ ուղղության ընթացքում այդքան շատ գործ անել կարելի ասել չի կարելի, նամանավանդ շատ ծանրաբեռնվել, շատ կրանալ, շատ ձգվել, այսինքն մինիմում չէ, այսինքն նույնիսկ փոշիները սրբելու ժամանակ ձգվում ենք այդ փոշիները սրբել, դա ինձ չի կարելի։ Միակ առավելություններից մեկն է, որի համար ես շատ ուրախ եմ, ու խնդրում եմ, այս հոլովակից հետո չմտածեք, որ ես ուղղակի ալարում եմ գործ անեմ, չէ։ Ու չափից շատ եմ սիրում գործ անեմ, ուղղակի շատ հոգում եմ։ Ու խոսքով, հիմա մենք հարցրել ենք,
անցնենք մեր մյուս աշխատանքներին ու տեսնենք, թե այսօրվա ընթացքում էլ ինչ ունենք անելու, որովհետև պետք է արդեն պատրաստենք ամանորյա դեկորները, որոնք որ ինքներս պետք է մեր ձեռքով անենք, սա թեյնիկի ձևն է, խնդրում եմ շփվենք այդ համար։ Ամանորյա դեկորները պետք է պատրաստենք մեր ձեռքերով, որովհետև ամանորին շատ քիչ ժամանակ է մնացել ու մենք չենք հասցնում ուղղակի։ Այստեղ սուրճ եմ պատրաստում ու մտքովս մի հատ բան անցնում, ասում եմ՝ այ Կարինկա ջան, պետքա սուրճերի, ֆրեշների, կոկտեյլների, լիմոնադների բաղադրատոմսեր գիտես։ Քեզանից ինչ է գնում, որ դրանք նկարես, մոնտաժես ու տեղադրես քո YouTube-յան ալիքում։ Չնայած նրան, որ շատ բաղադրատոմսեր գիտեմ, շատերը նույնիսկ հորինել եմ ինքս։ Կարելի ասել իմ ֆիրմային կոկտեյլներն են, իմ ֆիրմայի սուրճերն են եւ իմ ֆիրմային լիմոնադներն են։ Այնպես որ բաժանորդագրվեք իմ ալիքին, քանի որ ինձ շատ եք հարցնում, թե ինչ մասնագիտության եմ տիրապետում, դրանցից մեկը շուտով կտեսնեք։ Դեպ ուզում էի ձեզ ցույց տալ, թե ինչ գեղեցիկ աշնանային դեկոր եմ պատրաստել, անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ էի որոշել, որ կարելի էր մանդարինների հետ կոներ դնել, բայց ոնց հասկանում եմ համադրությունը բավականին գեղեցիկ է, իդեպ այս վարդերն էլ մեր այգու վարդերն են, իսկ դդումիկին բոլորդ ինձ թվում է արդեն եթերերի ժամանակ հասցրել եք ճանաչել։ Այստեղ էլ ռոմանտիկ գեղեցիկ սուրճի սեղան եմ պատրաստում կանեքուրիկի ու իմ համար, նստում ենք մեր սուրճն ենք վայելում ու ասում ենք մեր մյուս աշխատանքներին։ Այստեղ սուրճս խմել վերջացրել եմ ու հիանում եմ իմ կատարած աշխատանքով։ Ամբողջ նջասենյակը փոշեկուլով մաքրելուց, հատակը ամբողջովին մաքրելուց հետո արդեն հիանում եմ իմ կատարած աշխատանքով ու ինձ թվում է, որ այսօրվա համար այսքանը բավական է։ Իդեպ ձեզ համար Թեմոյի անբոքսինգ ունեմ, չնայած որ անբոքսինգից մեջ մոռացել էի նկարահանել այս գորգը։ Եկեք միասին անբոքսինգ անենք։ Իմ Թեմոյի գնումները ճիշտն ասած, սա շատ փոքրիկ մասն է կազմում եմ Թեմոյի գնումների, որովհետև մեծ մասը արդեն կամ օգտագործել եմ, կամ արդեն զբաղեցնում եմ իրենց տեղերում, մի խոսքով շատ չնչին մասն է կազմում։ Հիմնականում անբոքսինգի թեման ամանորյա գնումներն են, քանի որ ես չափից դուրս շատ եմ սիրում ամանորյա ու իմ ամենասիրելի տոներից մեկն է կարելի ասել։ Եթե դասավորեք հերթականությամբ, ես ավելի շատ սիրում եմ ամանորը, քան իմ ծննդյան տարեդարձը, չգիտես ինչի։ Այստեղ պատկերել եմ մեր նջասենյակի համար բարձի երեսներ, բայց ամանորյա թեմայով չի ասեմ։ Քանի որ ես էլ ամուսինս շատ ենք սիրում սևի և ոսկեգույնի համադրությունը, այս բարձի երեսների կողքով անտարբերացնել չի կարող։ Ինքը իրականում ավելի գեղեցիկ է ու այս ոսկեգույնը ավելի արտահայտիչ է երևում, քան տեսախցիկից այն բան։ Իսկ սրա վրա էլ արդեն գրված է քին։ Եթե կան մարդիկ, ովքեր որ Թեմոյում տեսել են այս կոմպլեկտի 3 հատը, այսինքն որ լինի այնպիսի ինչ-որ միացել, որ համել կարող ենք պատմել երեխայի անկողնու համար, խնդրում եմ ուղարկեք ինձ, որովհետև ես գտնվում եմ այս պահին հիվության 4-րդ ամսում ու իմ բոլոր գնումները արդեն նախատեսված են լինում երեխայի համար, քանի որ դեռ սերը չգիտենք, այսինքն մեզանից մենի ոչ գիտի սերը, դա սկիզբում է գսել, մենք դեռ սերը չգիտենք, աշխատում ենք գնումներ կատարենք նեյտրալ գույների մեջ, այսինքն որ համ աղջիկ երեխայի, համ տղա երեխայի համար օգտագործելը բավականին հեշտ կլինի։ Այստեղ պատկերում խոհանոցի համար նախատեսված սրբիչներ, թեյի սրբիչներ իրանք։ Ինքը շատ եմ հավանել, անկեղծ եմ ասում ու ինձ թվում է ամանորի ամենագեղեցիկ դեկորները, կարող եք տեսնել իմ մեջ։ Եթե որևէ մեկին կհետաքրքրի արտիկուլները, անպայման կտեղադրեմ հոլովակի նկարագրության բաժնում։ Սա այսպես որպեսզի ավելի
գեղեցիկ լինի։ Սրա հետ միասին նաև բախելու ենք այս սրբիչի։ Ես այնպեսին եմ գնել, որ դիզայնը, այսինքն գույնային համադրությունը մեկը մյուսի հետ բավականին սազի։ Ու քանի որ մեր խոհանոցը կրեմովի ու կարմիր գույների մեջ է, պատկերացրեք, թե ինչ գեղեցիկ կլինի սա։ Սա այսպես։ Հետո պատկերացրեք, թե ինչքան գեղեցիկ է ինքը արդեն ներում։ Հաջորդը արդեն մեր ննջասենյակի ու հյուրասենյակի համար նախատեսված բարձր երեսներ։ Կրկին կարմիր ու սև պրինտներով, որ ես ահավոր շատ եմ սիրում, թե ինչպես ենք բարձի համար երեսներ կարում, այսինքն միջոք կներեք սխալացեցի, կտեսնեք հաջորդ վլոգի ընթացքում։ Սա երկրորդ տարբերակը, ամեն կոմպլեկտից պատվիրել եմ 4 հատով, կան 2 հատով, բայց ես նախատեսի ավելի լավ է 4 հատ, ավելի լավ է շատ քիչ։ Սա երրորդ տարբերակը, որ այնքան եմ հավանել անկեղծ եմ ասում, ես պատկերացնում թե մյուս տարվա համար ինչքան սիրուն բաներ պետք է լինեն, թե արդեն մյուս տարի երեխան ծնված կլինի։ Սկսել վերջնական արդեն։ Չորրորդ տարբերակը։ Եթե նկատեցիք, ես այնպեսին եմ գնել, որ թեյ սրբիչներն ու բարձի երեսների պրինտը նույնն է լինի։ Կապ չունի, որ մեկը խոհանոցում է, մեկը հյուրասենյակում, ամեն դեպքում ես սիրում եմ, որ ամբողջ տանը, եթե լինում է ամանորյա դեկոր, պետք է մեկը մյուսին համապատասխան լինի։ Անցնենք արդեն մեր ննջասենյակի բարձի երեսներին։ Քանի որ մեր ննջասենյակը շագանակագույն, կրեմագույն գույների մեջ է, ես կցանկանայի, որ ամանորյա բարձի երեսները կրկին լիներ այդ գույների մեջ, որովհետև ինձ թվում է գեղեցիկ չէ լինի, որ ճիշտ ամանորը կապված է կարմիր, սև, սպիտակ այդ երանգների մեջ, բայց հաստատ չէ սազի մեր ննջասենյակին, այնպես որ մեր ննջասենյակի գույներին համապատասխան գնել եմ բարձի երեսներ։ Սա առաջին տարբերակը։ Իդեպ այս պիչինկաներից պետք է թխենք, ես վանուսից ինքնից խոսք է տվել, որ պետք է ինձ համար թխի, ավելի ճիշտ մեզ համար։ Տեսնենք, ես ոչ չունեմ, բայց դե։ Սա երկրորդ տարբերակը, անկեղծ եմ ասում, մեկը մեկից շատ սիրուն են ու շատ հավանել եմ։ Գնի համեմատ բավականին լավ որակ ունի, եթե անկեղծ ասեմ։ Ճիշտն ասած, ես սպասում եմ, որ պետք է իր որակը մի փոքր ավելի փափուկ լինի, բայց այդքան էլ փափուկ չի։ Ավելի փափուկ էր այ թեյ սրբիչների որակը, քան բարձի երեսներինը, բնականաբար նորմալ է։ Սա երրորդ տարբերակը։ Ինքն սիրում եմ, ես պատկերացնում եմ վերջնական արդյունքը ինչքան գեղեցիկ ալելու, որովհետև ես սիրում եմ ամանորին ոչ միայն զարդարել հյուրասենյակը, այլ ամբողջ տունը։ Ես սա արդեն չորրորդ տարբերակը։ Արդեն սայլակով մի խոսքով ամեն ինչ արդեն վերջին տարբերակի վրա նկարված է։ Այնքան գեղեցիկ դիզայն ալինելու դուք չեք պատկերացնի, այնպես որ հետևեք մեր էջերին, որպեսզի բաց չթողնեք հետագա վլոգները։ Սա էլ արդեն ինձ համար է։ Ամուսնուս համար էլ ունենք լիքը գնումներ, ուղղակի քանի որ նա արդեն հագել է, ես չեմ կարող տածեցից տալ, որովհետև իր հագին է։ Այսպիսի գեղեցիկ սապոգներ կրեմագույն, սա մեզ պետք չէ։ Ինքը վիզուալ մեծ է երևում, տեսախցիկը ձեզ ցույց է տալիս մեծ, բայց քանի որ ոտքերը բավականին փոքր է, ինքը 36 համար է, բայց ինձ ուղարկել 37 համար են ուղարկել, շատ ինքը շատ լավ է, քանի որ իր մեջ մորթ չկա, գիտեմ ոնց հանդիպ տեսնեք, ինքը առանց մորթի է, թե պատկերելու եք ի նկատի ունեցեք, որ այս մոդելներից մեծ մասը գալիս են առանց մորթի, նույնիսկ եթե նկարի մեջ մորթի որ պատկերված, իրանք առանց մորթի են գալու։ Ինքը վիզուալ մի փոքր ոտքը կարող է մեծ ցույց տա, բայց ոչ այդքան մեծ, ինչքան դուք պատկերացնում եք։ Մի խոսքով ինքը շատ իդեալական է, թե աշնանը, թե ձմռանը, նույնիսկ կան մարդիկ, ովքեր նմանատիպ բաներ կրում են ամռանը, ես այնքան շատ եմ տեսել, դրան ոչ շատ վատ է, ոչ շատ լավ կարելի ասել։ Սա կրկին մեզ պետք չի։ Այնպես որ մենք ունեցանք երկու չպետքակարգիր, գեղեցիկ սապոգներ։ Սա շատ գեղեցիկ կլինի, ես կրեմագույն շատ փափուկ մորթից շուկ կարելի ասել ունեմ, որ իր հետ շատ գեղեցիկ կհամադրվի այս
Այսինքն սպասել, որ գեղեցիկ լուքեր կհավաքեմ կրեմագույն գույների մեջ, այս պահին պատրել եմ ուրիշ գեղեցիկ լուքեր, որ միասին համադրեմ, այսինքն բոլորը մի գերանքների մեջ։ Մի խոսքով, այսօրվա մեր անբոքսինգը այսքան էր, ինչ ունեցանք անբոքսինգի ընթացքում։ Շատ բարձր երեսներ ամանորյա պրինտներով, ոչ ամանորյա պրինտներով կրկին բարձր երեսներ, երկու ամանորյա պրինտով թեյզրկիչներ, լիքը զիվիլ, որը որ մեզ հաստատ հարկավոր չի։ Այնպես որ հետևեք իմ էջին, որպեսզի բաց չթողնեք ամանորյա դեկորացիաների մնացած անբոքսինգները ու բաց չթողնեք, թե ինչ գեղեցիկ լուքեր ենք պատրաստել ամանորի համար։ Ես ու սկիզբս որոշել ենք, որ ամանորի պետք է նույն լուքով լինենք, այսինքն գեղեցիկ սիվիտերներ ենք պատրել միանման, մի պրինտով է լինելու։ Այնպես որ հետևեք, որպեսզի բաց չթողնեք, որովհետև ձեր համար շատ վլոգներ ենք պատրաստել։ Իսկ այստեղ արդեն երեկո է ու ուզում եի անպայման ձեզ ցույց տալ, թե ինչքան գեղեցիկ թռչունների համար բուն ունենք մենք մեր այգիում, որը որ առաջինը ու վերջինը չի հուսովում, քանի որ մենք շատ ենք սիրում, որ այգիում նմանատիպ գեղեցիկ դեկորներ շատ են լինում։ Քանի որ ամբողջ աշխատանքներս վերջացրել եմ, անցնում եմ ինձ կարգի բերելուն։ Առաջին հերթին հարդարում եմ վարսերս, մոռացա ձեզ ցույց տամ, թե ինչ ջերմապաշտպան եմ օգտագործում, քանի որ վարսերը հարդարելուց առաջ պարտադիր պետք է օգտագործենք ջերմապաշտպան։ Ես օգտագործում եմ այս պահին իմ պատրաստած ջերմապաշտպանը, կան հեղուկ եւ կրեմային տարբերակներ, որը որ դուք օգտագործել եք եւ որի արդյունքից որ գոհ եք, կարող եք հենց դա էլ օգտագործել։ Ու խնդրում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձրեք վարսերից որակին եւ երկարությանը։ Անցած տարի վարսերս բավականին շատ կտրել էի, կարճացել էր եւ այն ինձ արդեն դուր չէր գալիս։ Իսկ այս շրջանում մոտս առաջացել է բավականին ակտիվ մազաթափություն, որը կախված է ոչ միայն հղիության, այլ նաեւ եղանակի հետ։ Դրա համար պատրաստել եմ վարսերի համար նախատեսված յուղ, որը օգնում է ոչ միայն մազաթափությանը, այլ նաեւ մազերի արագ աճին, ինչն էլ նաեւ նպաստում է մազերի որակի բարելավմանը։ Քանի որ այս պահին դրա օգտագործման գործընթացի մեջ եմ, երբ որ արդյունքը հավանեմ եւ այն ինձ դուր գա, խոստանում եմ, որ շուտով կտեսնեք վաճառքի մեր էջերում։ Վերջ, ինչպես տեսնում եք, վարսերս արդեն հարդարեցի, վերջացրեցի։ Իդեպ ասեմ, որ բավականին վարսերս երկարել եմ։ Չգիտեմ, ձեզ համար այստեղ հստակ երևում է, թե ոչ։ Վարսերս բավականին շատ երկարել են։ Հիմա ծայրերը միանգամից իմ վերքը կսեմ։ Շատ չեմ կսու, որպեսզի ծայրերի հատվածը յուղոտված տեսք չտա, շատ քիչ քանակությամբ, այսպես մատներով ամբողջը տարածում եմ միայն երկարությանը, քանի մարդիկ ովքեր այսպես արմատով տարածում են, խորհուրդ չեմ տալիս, որովհետև յուղերը օգտագործում եք միայն մազերի ծայրերի հատվածում, որ արմատի հատվածը չյուղոտվի, այսինքն յուղոտ տեսք մազերին չտա ու վարսերը ժամանակից շուտ կեղտոտ տեսք չունեն, կարելի ասել։ Այսինքն իմը չէ, որ ցած վարսերը կպածառնում արմատների հատվածում ու այնպես տպավորություն է ստեղծում, որ վարսերը վերջ անգամ երևի մի տարի առաջ ստացված էր։ Որ մատներս որոնք որ յուղոտ չեն, առանձնացնում եմ դրանցով ու արդեն կրկին ամբողջությամբ, ինչպես տեսնում եք, տարածում եմ, որ վարսերի յուղը, տեսեք, ամբողջը հավաքեց իր վրա։ Կարող եք օգտագործել նաև Johnson's Baby յուղ։ Ես դա էլ եմ շատ օգտագործում, բավականին շատ գոհ եմ, անկեղծ եմ ասում, ուղղակի Johnson's Baby յուղը պետք է օգտագործեք շատ քիչ քանակությամբ, որպեսզի նորից եմ ասում, վարսերին յուղոտ տեսք չտա։ Johnson's Baby-ի տեքստուրան, քանի որ բավականին խիտ է, ինքը իր մեջ ավելի շատ յուղային հատկություններ ունի, քան
այս սովորական յուղերը, ինչպես տեսնում եք, այսպես տեքստուրան ինչ թույլ է, այսինքն ոնց որ ինքը ավելի շատ ջրիկ լինի, ինչպես ասում ենք։ Իսկ Johnson's Baby-ին հակառակը։ Եթե Johnson's Baby-ին մի փոքր ավելի շատ օգտագործենք, նույնիսկ այս ծայրերի հատվածում, ինքը սենց ամբողջ մազերը կպնում է իրար ու տալիս է շատ տգեղ տեսք։ Այնպես տպավորություն է, որ վարսերը տգեղտոտ են։ Իդեպ ասեմ, որ ինչ շատ են հարցնում Կարին Կաճյանին, յուղեր խորհուրդ կտաս, ես խորհուրդ կտամ, նաև յուղեր պատրաստեք ինքներդ տանը։ Ես ունեմ յուղեր, որոնք որ ես եմ պատրաստում վարսերի ծայրերի համար, արմատների համար, այսինքն մազաթափության համար յուղեր ես ինքս եմ պատրաստում ինձ համար։ Տարբեր յուղերի հավաքածուներ, օրինակ ռոզմարինի, թեյի ձառի, գերչակի, տարբեր յուղեր, որոնք որ շատ օգտակար են մեր վարսերի համար։ Իսկ այստեղ էլ արդեն ամուսնուս եկել է ու ինչպես տեսնում եք, ինձ համար քաղցրավենիքներ է բերել։ Հիմա կպատրաստվենք միասին, որպեսզի տանից դուրս գանք։ Դե ինչպես տեսնում եք, սա էլ այսօրվա իմ բլոկը կարելի ասել, արագ պատրաստվեցի սևի եւ կրեմագույնի մեջ համադրությամբ եւ դուրս ենք գալիս արդեն տանից, որպեսզի գնանք մատուռ։ Իմեջի մշտական հետևորդները կփաստեն, թե որքան շատ ենք մենք այստեղ լինում, քանի որ այն մեզ համար դարձել է խորհրդանշական մատուռ, կարելի ասել։ Մենք այստեղ ունենք շատ սրբապատկերներ եւ խաչեր թողնված, բայց քանի որ այստեղ այլևս չեն թույլատրում խաչեր եւ սրբապատկերներ դնելը, որովհետեւ բավականին շատ է, այս անգամ բացառություն է եղել։ Այստեղ բավականին ուշ ժամի արդեն տուն ենք հասել, մի քանի գնումներ էինք կատարել, որոշեցի, որ ձեզ էլ ցույց տամ։ Այստեղ միշտ ես ցույց եմ տալիս, թե ինչ գնումներ ենք կատարել, ամուսնուս որևէ համեղ բան է պատրաստում երկուսիս համար, որպեսզի միասին ընթրենք եւ արդեն քնենք, քանի որ բավականին ուշ էր։ Ու այս իմ գնումներից արդեն պարզ է, որ ես դարձել եմ տանկին, քանի որ ես այսպիսի գեղեցիկ ամանների հանդեպ բավականին թուլություն ունեմ ու կողքով անտարբեր անցնել չեմ կարողանում։ Դե ինչ, այսօրվա վլոգը այսքանն էր։ Չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա վլոգները եւ մեկնաբանություններում գրել, թե ինչ ֆորմատի վիդեոներ կցանկանաք տեսնել իմեջում։ Իսկ հաջորդ անգամ կհանդիպենք արդեն ամանորյա վլոգների ընթացքում։